Միացյալ Նահանգների դռները փախստականների առջև փակելու վերաբերյալ պահանջները առաջ եկան, երբ պարզվեց, որ Փարիզում իրականացված հարձակումների ահաբեկիչներից առնվազն մեկը փախստականի կարգավիճակով էր մուտք գործել Եվրոպա, եւ դա կասկածներ է հարուցում նաեւ ԱՄՆ մուտք գործող սիրիացիների վերաբերյալ։ Հյուսիսային Քարոլինայի նահանգապետ Փեթ Մաքքորին անհանգստացած է այդ առումով։ Մենք խնդրում ենք նախագահին դադարեցնել սիրիացի փախստականներին Հյուսիսային Քարոլինա ուղարկելու գործընթացը, մինչև չհամոզվենք, որ դաշնային ստուգումների արդյունքները ապահով ու վստահելի են։ Միացյալ Նահանգների քաղաքական ղեկավարությունը հակասական ճնշումների ներքո է աջակցել ահաբեկչության զոհերին, թե հոգ տանել ամերիկացիների անվտանգության մասին։ Նախագահական ընտրությունների հանրապետականների մրցապայքարի թեկնածուներից Բեն Քարսոնը երկուշաբթի օրը նշեց Սիրիայից փախստականների ժամանման վերաբերյալ իր բացասական վերաբերմունքի մասին։ Ես կկանգնեցնեի ներգաղթը, կոնգրեսը պետք է ֆինանսավորումից զրկի նման ծրագրերը։ Օբամայի վարչակազմը ավելի վաղ ավելացրել էր Սիրիայից ԱՄՆ ներգաղթող փախստականների թիվը 2000-ից 10,000-ի։ Թուրքիայում կայացած մեծ քսանյակի գագաթաժողովում երկուշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Օբաման մերժեց սիրիացի փախստականների մուտքը ԱՄՆ արգելելու մասին պահանջները։ Մենք նաև պետք է մտաբերենք, որ այս փախստականներից շատերը հենց իրենք ահաբեկչության զոհ են։ Նրանք այդ պատճառով են փախչում։ Դուռ շրխկացնել նրանց առջև դավաճանություն կլինի մեր արժեքների հանդեպ։ Փախստականների իրավապաշտպանները ընդդիմանում են արդեն ԱՄՆ ներգաղթի ճանապարհին գտնվող անձանց վերստուգելու ու հավելյալ ստուգումներ իրականացնելու գաղափարներին, մեջբերելով, որ հայրենիքի անվտանգության նախարարությունը արդեն իսկ կատարել է նման ստուգումներ նախքան մուտքի իրավունք տրամադրելը։ Տիգրան Մարտիրոսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։